Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է, շատ շնորհակալ եմ, որ հետևում եք մեր հաղորդումները։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր նորից շարունակելու ենք ձեզ ներկայացնել ու տեսնել մեր ազգային խոհանոցից, աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան եւ ամենակարևոր, ամենաարևաբույր խոհանոցից։ Պատրաստող ուտելիքը ապուր է եւ օգտագործվելու է հետեւյալ բաղադրիչները. Պիպերտ, բրինձ, բրնձի փոխարեն մենք կարող ենք օգտագործել նաև ջարդված ձավար, կորկոտ, սալորաչիր ենք օգտագործելու, գետնախնձոր եւ խաշված հորթի փափկամիս։ Սկզբի համար կարագը մի քիչ տաքացնում ենք եւ շտապ պատրաստում ենք սոխառած։ Շատ կարևոր է կենտրոնանալ եւ կենտրոնանալ հենց այն դեպքերում, երբ որ դու պատրաստում ես հենց ավանդական ուտեստ, ավանդական ուտեստների, ընդհանրապես մեր խոհանոցի հետ յուրաքանչյուր շփում եւ յուրաքանչյուր անդրադարձ մեր ազգային խոհանոցին, բարեկամներ, մեզ մոտ պիտի առաջացնի հպարտության զգացողություն եւ մի քիչ ձգվածություն, սա ներքին այսպես խմորումներ, ներքին այսպես զգացողություն է։ Ես միշտ նշում եմ, որ տապակել, այսինքն սոխառած պատրաստելիս անպայման յուղը կամ ձետը պիտի դաղվի, նոր սոխառած պատրաստենք։ Սա իհարկե ամենակարևոր հանգամանքն է, բայց երբ որ օգտագործում ենք կարագ, բարեկամներ, հարկավոր է մի քիչ կարագը հենց հալչեց, նոր ավելացնենք սոխը, որովհետև կարագը դաղել չի կարելի։ Նախապատրաստենք մեր այլ մթերքները, միսը արդեն նախապատրաստենք, կտորները հարմարեցնենք ապուրի մեջ օգտագործվող կտորներին։ Գետնախնձորը մաքրենք։ Ահա, սոխառածն արդեն կարծեք թե պատրաստվում է, պահն է արդեն ավելացնելու միսը, խառնենք, կարող ենք համեմել, սա դեռ ընդհանուր ուտեստի համեմելը չէ, բարեկամներ, սա մսին ենք մենք ուզում, որ որոշակի համ հաղորդենք։ Հիմա կտրատենք նաև գետնախնձորը, տապակենք մսի հետ գետնախնձորը, մի քիչ թուլացնենք կրակը, նախապատրաստենք նաև սև սալորաչիրը, շփվում ես այն մթերքների հետ, որոնցով պատրաստվել են այս մեր հնագույն ուտեստները եւ տեսնում ես, որ որքան է ընտրությունը այդ մթերքների ներդաշնակ բնության հետ Եվ ուղղակի մեծ հպարտություն ենք մենք զգում, բարեկամներ, որովհետև այն մթերքները, որոնք օգտագործվել են հատկապես սեզոնային ուտեստների մեջ, ուղղակի մեր հրաշք բնության եւ բնակլիմական պայմանների արտացոլանքն է։ Այն ինչ որ մեր օրգանիզմը պահանջում է։ Այս պահին ավելացնում ենք սև սալորաչիրը, կարող ենք օգտագործել ոչ միայն սև սալորաչիր, ուղղակի պիտի հասկանանք, որ մի քիչ թթու միջավայր պիտի ստեղծենք, թթվաշ միջավայր ուտեստի համար։ Ավելացնենք ջուրը, քիչ քանակի ջրով, մի քիչ կիսաշոգեխաշման պրոցեսի հնարավորություն տանք այս մթերքները համերով փոխանակվելու համար եւ հանգիստ պայմաններում
Պիպերթի այս մատղաշ մասերը պատրաստենք։ Ավելացնենք նաև բրինձը։ Ջուրը ավելացնենք։ Բրնձի եւ ֆելու համար մեզանից կպահանջվի ուղիղ 6-7 րոպե։ Այնուհետև մենք արդեն նորից կշարունակենք ուտեստի պատրաստումը եւ ուտեստին կմիացնենք նաեւ պիպերթի մասը։ Պիպերթի մասը այնպես որ մենք կհանդիպենք 5-6 րոպե հետո։ Բարեկամներ, անցավ այդ 6 րոպեն, կարծես թե թռավ եւ ուտեստը արդեն պատրաստ է։ Ինքը ուղղակի պահանջում է ավելացրու, նաեւ պիպերթը պատրաստ եմ արդեն։ Ավելացնենք։ Մենք նախորդ պայմանավորվեցինք, որ պիպերթը շատ խաշման կարիք չունի, եթե իհարկե ընտրել ենք ճիշտ պիպերթ, եթե ընտրել ենք այն մատղաշ, այն նոր։ Ահա, կտրատենք մի քիչ համքեղ եւ սամիտ։ Ձեր թույլտվությամբ ավելացնենք նաեւ կոտեմ։ Սա ինչի եմ ասում ձեր թույլտվությամբ եւ ինչի եմ ավելացնում, որովհետեւ համեմելը դա ինդիվիդուալ, անհատական մոտեցում է։ Այսպես։ Հենց այստեղ համեմ ենք համեմի սերմով, կարմիր պղպեղով, սև պղպեղով եւ հիշում եք, որ աղը մենք մի քիչ չափավոր ավելացրինք։ Սկսենք այս լավ եւ հաճելի process-ը, խառնենք այս ամեն ինչը։ Բույրը հենց այստեղ կա։ Ավելացնում ենք այս ամենը ուտեստին։ Ծածկում ենք կափարիչը եւ վերջ բարեկամներ, ուտեստն արդեն պատրաստ է։ Տեղադրենք կավից ապուրների համար նախատեսված ափսեները 1, 2, 3 եւ 4 կպատրաստեք եւ կհամոզվեք ես էլ ոչինչ չեմ ասում։ Միայն ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, թե ինչպես պատրաստեցինք այս հիանալի ուտեստը։ Պատրաստեցինք սոխառաց, սոխառացի հետ տապակեցինք խաշված հորթի, խաշված միսը տապակեցինք, այդ ընթացքում ավելացրինք նաեւ գետնախնձորը, մի քիչ ջրով շոգեխաշեցինք, կտրատեցինք սև սալորաչիրը, ավելացրինք այս ամենին, հետո ավելացրեցինք բրինձը եւ ջրի քանակ ավելացնելով 6 րոպե այս ամբողջը խաշվեց, այնուհետև ավելացրինք պիպերթը եւ համեմունքը։ Բարեկամներ, այս գեղեցիկ ուտեստը պատրաստվեց հենց այս կերպ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Շատ շնորհակալություն, որ ունկնդրեցիք մեր հաղորդումը եւ ուզում եմ, որ ձեզ վստահեցնել, որ մենք հանդիպելու ենք ամեն օր եւ ամեն հանդիպում ունենալու է լավ արդյունք։ Այդ արդյունքը լինելու է նա, որ մենք դառնալու ենք ել ավելի առողջ, ել ավելի երջանիկ, հպարտ լինենք հայ լինելու համար, ունենանք համբերություն եւ տարածենք բարություն, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Պիպերթով ապուր, հորթի փափկամիս 200 գրամ, գետնախնձոր 200 գրամ, պիպերթ 1 կապ, սոխ 80 գրամ, բրինձ 100 գրամ, կարագ 50 գրամ, սալորաչիր 50 գրամ, կանաչի, աղ, պղպեղ, համեմիսեր, բարեախորշակ։